Իսրայելը այս պահի դրությամբ բավական լուրջ հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հանրապետությանը, ուրեմն սպանել են ոչ միայն զինված ուժերի մի շարք հրամանատարների, այլ նաև որն ավելի ցավալի է ֆիզիկայի ոլորտի, նավմիջուկային ֆիզիկայի ոլորտի շատ լուրջ մասնագետների, որը իսկապես անդառնալի է եւ այդ մարդիկ մի օրում չեն դառնում մասնագետներ, այսինքն տարիների ներդրման արդյունքում դարձած գիտնականներին ոչնչացրել են հենց Թեհրանում։ Սա է խնդիրը, որը ցույց է տալիս, որ ոչ միայն ունեցել են ամբողջական ինֆորմացիա, թե ով որտեղ է ապրում, որտեղ իրենց բնակավայրերում են հենց սպանել, այլ նաև ուսումնասիրելով ստացված իրավիճակը ակնհայտ է դառնում, որ հենց Իրանում ունեցել են ցանցեր, գործող ցանցեր, որի միջոցով կարողացել են համաժամանակյա օպերացիաներ իրականացնել եւ հրթիռակոծել եւ հենց ներսում գործողություններ ծավալել։ Աղմուկը հիմնականում նրա շուրջ է, որ ամբողջ զինված ուժերը գլխատվել է Իրանի, բայց փաստորեն ավելի վտանգավոր ներսից դավաճանական ինչ-որ գործողություններ են իրականացվել, ոնց որ Իրականում ես չէի ուզենա ասել, որ ամբողջ զինվորական ներուժը, որովհետև ըստ էության մենք պետք է ուշիուշով հետևենք Իրանի պաշտոնական տվյալներին։ Իրանի պաշտոնական տվյալները խոսում են առայժմ 3-4 ուրեմն զինված ուժերի տարբեր ոլորտների հրամանատարների մասին, սակայն ցավոք սրտի, այո, միջուկային ոլորտի մասնագետների զոհերի հարցն էլ արդեն 5 ֆիզիկոսի մասին խոսք գնաց։ Այո, Իրանում եղել է ըստ Իսրայելի հետ համագործակցող ցանց եւ նրանք կարողացել են իրազեկել եւ կետային ճշգրիտ հարվածներով ուրեմն շարքից հանել այն անձանց, ովքեր վտանգ են ներկայացնում ըստ Իսրայելի իրենց համար։ Պետք է նշենք, որ սա իրականում մեծ տերությունների մոտ, այսպես ասած, եթե չասենք ընդունված տարբերակ է։ Մի քանի օր առաջ էլ հիշեցնեմ, Իրանը հայտարարեց, որ իրենց հատուկ գործողությունների շնորհիվ Իսրայելից են բերել բավական շատ փաստաթղթեր, որը ապացուցում է, այո, հետախուզական փաստաթղթ, դա Իսրայելը չէր տվել, չէ, ուրեմն հետախուզական ցանց է եղել, այսինքն այսպիսի տերությունների մոտ սա կարելի ասել չակերտների մեջ վերցրած նորմայի շրջանակներում է։ Կան տեղեկություններ, որ հենց Իսրայելը շտապեց հարձակման հարցում, որպեսզի Իրանը չհասցնի հենց այդ հետախուզական տվյալները ուսումնասիրել եւ ամբողջությամբ մխրճվել դրա մեջ, ավելի թիրախային հարվածներ հասցնելու համար, այդպես է, այսինքն ժամանակային առումով չունենա։ Իրականում պետք է նշեմ, որ երբ որ տարեսկզբին էր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպեց Նեթանյահուի հետ, հենց այս ժամանակ էր գնում քննարկումը, որ թույլ տան Իսրայելը սկսի այս գործողությունները, սակայն Թրամփը կանգնեցրեց այդ պահին, նշելով, որ բանակցությունների միջոցով հնարավոր է մենք գանք այն կետին, որ մենք Իրանին ստիպենք պարզապես հրաժարվի ինքը իր միջուկային ծրագրերից։ Իմաստը որն է սկսել ռազմական նմանատիպ մեծ գործողություն, որը չգիտենք անկանխատեսելի հետևանքներ կունենա տարածաշրջանում ընդհանրապես։ Պետք է նշեմ, որ ընդհանրապես այս գործընթացները շարունակական բնույթ են կրել։ Իրանը ունեցել է նաև իր դաշնակից երկրները եւ իր խմբերը, որոնք աջակցում էին։ Մենք տեսանք, որ անցած տարվա ընթացքում կարելի ասել ջլատվեց եւ Համասը եւ Հեզբոլլահը եւ այսօր նրա կողմնակիցներից ըստ էության մնացել են Եմենի հութիները, որոնք բավական ակտիվ այս պահի դրությամբ եւս համագործակցում են Սիրիան, որ թիվ 1 դաշնակիցներ այս պահի դրությամբ խոսքը գնում է Բաշար Ալ-Ասադի մասին, այս պահի դրությամբ ավելի շատ համագործակցում է Թուրքիայի հետ, այսինքն Սիրիան էլ դուրս եկավ այս խաղից։ Մենք տեսնում ենք, որ այո, օղակը Իրանի շուրջ սեղմվում է։ Իրանը բազմիցս նշել է, որ չի ձգտել եւ չի ձգտում ունենալ միջուկային զենք եւ արձանագրում է, որ այս պահին չունի միջուկային զենք։ Մենք կարող ենք հենվել միայն ու միայն այս փաստացի տվյալների վրա։ Հաջորդը, եթե Իրանը գնում է գիտատեխնիկական նվաճումների ուղղությամբ, պետք է այստեղ էլ արձանագրենք, որ Իսրայելը փաստացի ոչնչացրեց այդ ֆիզիկոսներին, որոնք կարող էին ինչ-որ խոսք ասել, այստեղ էլ այս հարցը փակեցին։ Միևնույն ժամանակ պետք է արձանագրենք, որ ոչ միայն անձանց են թիրախավորել, այլ նաև ռազմավարական օբյեկտների են թիրախավորել, դրանցից Նաթանզին են թիրախավորել, Թավրիզում նավթային գործարանների են թիրախավորել, այսինքն մենք տեսնում ենք, որ նաև մի շարք ռազմավարական օբյեկտների են թիրախավորել, այսինքն ինքը ընդհանրական օպերացիա է եղել, ոչ միայն մարդկային ռեսուրսի ջլատման, այլ նաև ռազմավարական օբյեկտների ոչնչացման ուղղությամբ, որ թույլ չտան Իրանը շուտ խելքի գա
պարզապես եւ շարունակի իր գործունեությունը։ Իսկանդարյան դուք ասացիք իրենց բնակավայրերում են ֆիզիկոսներին, հա, ոչնչացրել, այս վիդեոս Տան մեջ, հենց իրենց տան մեջ շենքում վնասազերծել են։ հստակ Թիրախավորված է եղել եւ իմացել են ով որտեղ է եւ առավոտ կանուխ անգամ կադրերից երևում է, որ ամբողջական շենքը չի ոչնչացված, ակնհայտ է դառնում, որ հրթիռով պարզապես հենց ուղիղ տանն է հարված է։ Եվ պետք է այստեղ արձանագրենք, որ մենք խոսում ենք միայն զինվորականների եւ ֆիզիկոսների մասին, բայց այնտեղ զոհվել են նաեւ խաղաղ բնակչություններ, երեխաներ, այսինքն նրանք չէին կարող պարզապես հենց կոնկրետ մարդկանց սպանել եւ սպանել են այն մարդիկ, ովքեր որ նաեւ շուրջն են եղել։ Շնորհակալ եմ շատ։